Ինչպես եք գնահատում Ինչը օրինակ Իրանի հետ կապված իրադարձությունների ֆոնին մեզ մոտ ուրախ ավտոբուսով երթևեկություններ են կազմակերպվում հայապետության տարբեր մարզեր, սա ադեկվատ վարքագիծ է Հայաստանի իշխանության համար։ Գիտեք, եթե մեր անվտանգային համակարգը այնպեսի վիճակում լիներ, որ բոլոր սպառնալիքներին անվտանգային մենք ունենայինք եւ կարողանայինք համարժեք արձագանքման հնարավորություն ունենալ, ես դա կգնահատեի նորմալ, չնայած դա այստեղ կա եւս էլի բացառություն, որ չի կարելի, երբ քո հարևան երկրում լուրջ իրադարձություններ են, զոհեր եւ այլն, դու քեֆ ուրախություն կամ չգիտեմ ինչ որ անհասկանալի պահված դրսևորես։ Բայց ամեն դեպքում, եթե նույնիսկ այդ պահվածքը կա, ուրեմն պետք է անվտանգային համակարգում բոլոր խնդիրները շատ մանրամասն են եւ ամբողջական լուծված լինեն, որը ես միանշանակ կարող եմ ասել, որ նույնիսկ գերհզոր պետություններում լուծված չեն կարող համարվել, որ մնաց մեր մոտ, այսինքն գիտեք ինչ է, ուղղակի թքած ունենք ամեն ինչի, բոլորի եւ ինչ որ կատարում է դրա վրա։ Խաչատրյան, կներեք, Խաչատրյանը վերջերս հրապարակեց այսպես ապացույցներ փաստեր, որ Վարդենիսի նաև ջերմուկի հատվածում ադրբեջանցիները առաջ են եկել, թաքստոցներ են ստեղծել, այսպես նշանառության տակ են առավելում ուղղաներ զինվորականներին ու իշխանությունը կարծես ներքեց, ասաց, որ դա սուտ է, չկա նման բան։ Հիմա այս Գիտեք, դուք լրագրողներ եք եւ շատ հետաքրքիր ձևով նաև հրապարակումներ եղել այդ Google-ի իրենց մեկնաբանություններով եւ իրական քարտեզագիրների հետ կապված մեկնաբանություն անողը ընդհանրապես քարտեզագետ չի, քարտեզագրությունից տեղեկություն չունի եւ եթե նույնիսկ փորձի համադրել Google-ից վերցրածն ու իրական գլխավոր շտաբի քարտեզները ու փորձեն հասկանան ինչա, կտեսնեն, որ իրենց մեկնաբանությունները ամբողջությամբ սխալ է։ Շատ վատ իշխանությունների մասին է, իշխանությունների կողմից Պաշտպանության նախարարի ներկայացուցիչն է ներկայացրել այդ ամեն ինչը, որը ուղղակի ես չվիրավորեմ, բայց մարդը նոր պետք է արձանագրենք դա։ Իսկ հələ թող ընդհանրապես կոնկրետ դեպքի կոնկրետ վայրի հետ է կապված դա, թող ընդհանրապես միատանցնեն, տան հնարավորություն այդ ամեն ինչը պարզելու եւ օբյեկտիվ ներկայացնելու։ Նաև երեք Սյունիքում, երբ շրջում էր քաղաքացիներից մեկն արձանագրեց, որ մակետները, այդ կրծքանշանները, որոնք բաժանում էր, այնտեղ ասում էին 3 կիլոմետր մեղրիից առանձնացված է, ես ճիշտ ասած չգիտեմ առհասարակ ինչ քարտեզներով, ձեզ համար հստակ է ինչ քարտեզներով են այդ չափագրումներն անում կամ այդ մակետները կառուցվում։ Չեմ կարող ասել ինչ մակետի մասին է, ինչ են առանձնացրել։ Ես ուղղակի հետևելով լրատվամիջոցներով ուղղակի 2 օր առաջ տեսա նախկին արտգործնախարարի ելույթը Ադրբեջանի, որ ասում էր, եթե երկաթ գիծը եղել է Ադրբեջանի Հանրապետությանը, ուրեմն այդ տարածքն է Ադրբեջանի Հանրապետությանը եւ այդ տարածքը չի կարող Հայաստանի հետ որևէ առնչություն կամ Հայաստանի իշխանությունները դրան աղերսում։ Եթե նույնիսկ նախկինները այս իրավիճակում այդպիսի բաներ են արտահայտում, ուրեմն կա ինչ որ դրա հետ կապված անհանգստացնող նաև մեզ հարցեր։ Պարոն Խաչատրյան, այնուամենայնիվ, այս եթե մի բան ենթադրենք, այսպես այս իշխանությունները ռամը, նոր իշխանությունը գալիս մեր անվտանգային հարցերը ինչպես պետք է լուծի, ինչպես բանակցի, օրինակ ներքին հանդիպում Քուրդիստանի անգամ գերեզման նատոներ ինչ են հողում այս այդ չասում են վարդը։ Գիտեք, դուք ուզում եք հիմա մի հարցով ես մի ամբողջ ծրագիր ավելի անվտանգ, քան հիմա։ Կարճ։ Ձեր մի հարցին ընդամենը մեկ նախադասությամբ պատասխանելու համար։ Իսկ ընդհանրապես ասած, դա բավական լուրջ քայլերի հաջորդականություն է եւ ծրագրային մոտեցում է իր մեջ ներառում եւ արտաքին քաղաքականության եւ ներքին եւ անվտանգային խնդիրների հետ, որոնք համակարգված պետք է կյանքի կոչել այդ անվտանգությունը ապահովելու համար։ Հիմա իրենք որ ասում են խաղաղություն է։ Մենք չլինենք պատերազմ է լինելու։ Իսկ իրականությունը, այսինքն այն որ ավարտեմ թե
Այն որ հիմա այս վիճակն է, խաղաղություն է սա, երբ ստրուկի ճորտի կարգավիճակում ես, ինչ ասում են, անում ես, ինչ ուզում են տալիս ես, ոնց ուզում են քեզ դրսևորում ես, դա խաղաղություն է։ Ստրուկը խաղաղ ապրում է, ճիշտ է։ Տերը ինչ ասում են, ապրում ենք, խաղաղ։ Եվ թույլ ենք տալի մեզ նաև ուրախանալ, խնդրեմ ձեր հարցը։ Չեմ կարող ասել, որտեղ այս ժամանակահատվածը, որ դեռևս մինչև նախադրական աշխատանքները իրականացնելը դրանց ընթացքում փոփոխություններ կլինեն եւ այս այն իրավիճակն է, որ ոչ թե ամիս օր կարող է արդյունքները փոխվել։ Ժողովուրդ ջան, դուք գիտեք, որ այդ հարցում դեռևս որոշում չի կայացվել։ Բայց բանակցություններ կան, բանակցությունների, քննարկումների ես անձամբ չեմ մասնակցել եւ տեղեկություն չունեմ, որ այդպիսի բան կա։ Այսօրին ինչ որ կհայտարարվի, ընդհանրապես դա կա։